Պարոն Սաղաթելյան, դուք ձեր խոսքում նշեցիք, որ ԲՀԿ-ի ձայները գողացան, երկու ուժերի կողմից մանդատները վերցնելու հայտարարության վերաբերյալ քննադատություններ հնչեցին նաև այն մասով, որ իշխանությանը և խորհրդարանական ընդդիմությանը ներկայիս ձևավորվող խանգարում էր ըստ էության Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, այսինքն բոլորը հարմարվեցին Սահմանադրական դատարանի որոշմանը, վերցնում են մանդատները և գնում են նորից ինչով էր մեզ ձեռնտու ընդդիմություն չմեկնաբանեմ, էլի թե չէ մի քիչ այլ բաներ եմ ասելու մենք առաջին օրից նույնիսկ նախընտրական շրջանը նույնիսկ հետո մեծապես կարևորել ենք, որ ոչ միայն Բարգավաճ Հայաստան, այլ որևէ քաղաքական ուժ, ովքեր փոշիացնի թվերները անցնեն, որտեղ մենք հասկանում ենք նաև լավ, որ այդ փոշիացումը կարող է վտանգավոր լինել։ Իհարկե շատ էական եւ կարևոր է Բարգավաճ Հայաստանի անցնելը, որտեղ 3/5 հարց է ընդգծում, բայց ինչ կապ ունի մեր մանդատ վերցնելը Բարգավաճ Հայաստանի անցնելու կամ չանցնելու հետ։ Մենք ամենաշահագրգիռ ուժերից մեկն ենք եղել, որտեղ հասկացել ենք դա ընդհանուր գործի համար շատ կարևոր է։ Գնացինք կոնկրետ ապօրինության, որը մարսել է դժվար է։ Ես ասում, եթե նախորդ ընտրություններում, չգիտեմ, խախտումներ եւ այլ բաներ եղել են, ասենց ուղիղ օրը ցերակով գողանալ մանդատները, ասես բան Հայաստանի նորանկախ պատմության մեջ որևէ նորմալ երկրում տեղի չունեց։ Պարոն Սաղաթելյան, հիմա ինչ օրակարգով կամ ինչ եք անելու խորհրդարանում, նաև նշում էին, որ կարելի էր ընդհանրապես չվերցնել մանդատը, այդ նույն ձեր նախանշած փողոցային պայքարական հավաքները ժողովրդի հետ խոսել անել եւ ընդհանրապես իշխանության օրակարգը չսպասարկել։ Իրենք ուզում են կգան խորհրդարանում իրենց օրինագծերը այսպես թե այնպես կանցկացնեն, բայց ընդդիմությունն էլ կունենա իր օրակարգը։ Հիմա դուք ազգային ժողով ինչ օրակարգով եք գործողվելու։ Այն օրակարգը, որի մասին մեր դաշինքը ընդհանրապես 2 օր առաջ հայտ արել է, ամեն ինչ անել ենք այդ օրակարգը սպասարկելու համար։ Մեր նպատակներից, ձգտումների դիրքորոշման մեջ որևէ բան չի փոխել։ Մենք ընդհանրապես դիտարկում ենք, որ մանդատը հնարավորություն է եւ գործիք, այլ ոչ թե խոչընդոտ մեր ընդհանուր նպատակին հասնելու համար։ Իհարկե, մենք սրանով ձևավորել ենք սպասում, իհարկե մենք շատ ըմբռնումով ենք մոտենում մեր քաղաքացիներին, ովքեր այս պայքարի ընթացքում նաև այսօր էմոցիայով, նաև գուցե կոմունիկացիայի խնդիրներ ունեն ճիշտ բացատրելու, հենց դրա համար է ասում ճանապարհային քարտեզը շատ կարևոր է, բայց այս ամեն ինչը ճիշտ էր, սխալ էր, որքան էր արդյունավետ, ցույց կտա առաջիկա մեր գործունեությունը։ Մենք քաջ գիտակցում ենք, որ կա սպասում, կա մեծ պատասխանատվություն եւ վտանգը բավականին լուրջ է։ Բայց այլ ճանապարհը մենք չենք գտել արդյունավետ, որովհետև այլ ճանապարհը պարզապես խուսափել էր պատասխանատվությունից եւ 500,000 ձայն ստանալու դեպքում պարզապես լքել նույն այդ մարդիկ ընդհանրապես այդ բանից հետո ասելու էին, բա չհասկացանք, այսինքն ես ինչ արեցի։ Իհարկե հասկանում ենք դժվար է լինելու, կա այդ պատասխանատվությունը եւ շարունակելու ենք այդ պայքարը։